Մայիսյան եռատոնը միավորում է հայերիս 3 պատմական նվաճումները։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումը եւ Արցախի պաշտպանության բանակի կազմավորումը մարմնավորում են հայոց անկոտրում ոգին, պայքարի աննկուն կամքը եւ ազատության ձգտումը։ Եռատոնը ոչ միայն անցյալի փառքի արձագանքն է, այլև ապագայի համար միասնության եւ ուժի խորհուրդ։ Մենք ծանր օրեր ենք ապրել, նախ շնորհավորում եմ մեր ամբողջ ազգին, հայությանը, մեր ժողովրդին, դրսում, ներսում բոլորի, շնորհավորում եմ մեր էստոների կապակցությամբ եռատոնի։ Մենք պիտի նշել ենք 30 տարի եռատոնը որպես հաղթանակների տոն։ Ես վստահ եմ, որ քառատոն էլ ենք ունենալու մենք։ Արցախյան ազատագրական պայքարը եռատոնի առանցքում է որպես հայ ժողովրդի ինքնորոշման եւ արդարության համար մղված պայքարի վառ օրինակ։ 1988 թվականից սկսված շարժումը, որն արթնացրեց ազգային գիտակցությունը, վերածվեց համաժողովրդական պայքարի, հանուն Արցախի հայության ազատության եւ անվտանգության։ Գագաթնակետը Շուշիի ազատագրումն էր։ Շուշիի ազատագրումը ոնց որ երկնքից մի հրաշք էր, ցնծություն էր բոլորիս համար, ոչ մեկը չէր պատերազմ հետո ինչ է լինելու, բայց մենք գիտեինք, որ ինչ որ պահի լինելու է, որտեղ Շուշին չարիք էր դարձել Արցախի Ստեփանակերտի համար, անսպասելի էր, այդ ցնծությունը ամբողջ Հայաստանում էր։ Շուշիի գրավումը մի հրաշք բան էր։ Պատերազմական օրերին հայրենասիրական երգերը մեծ դեր ունեցան հայ զինվորների եւ ժողովրդի մարտական ոգին բարձր պահելու գործում։ Դրանք ոգեշնչել են մարտի դաշտում գտնվողներին, միավորել թիկունքն ու առաջնագիծը։ 90-ական թվականների Արցախյան պատերազմի մասնակցել եմ Արտաշատի երկրապահ կազմում։ Այդ նույն ընթացքում գրվել են իմ երգերը, հենց կռվի ժամանակ էին հնչում երգերը, ավելի ոգևորելու, ավելի խրոխտ։ Պատերազմի դաշտում դա ծանր հրետանու դեր է կատարել։ Իդեպ ասեմ, իմ առաջի երգը եղել է Հայր միացեք երգը, որը հենց շարժման առաջի օրերին է գրվել 88 թվականի մայիսի 16-ին առաջի կատարումն էր օպերայի հրապարակում։ Կային երգեր, որ գրվում էին խրամատում, մարտական գործողությունների ու զինակիցների սխրանքների անմիջական տպավորությունների տակ։ Դրանցից շատերը ստեղծման հետաքրքիր պատմություն ունեն։ Մեր Արտաշատի երկրապահ ջոկատով Լայարդ Սաղաթելյանի գլխավորությամբ, հրամանատարությամբ պիտի թռնեին Գետաշենը պաշտպանելու։ Դա 90 թվականն էր երևի։ Ինձ զգուշացրել էր Լայարդը, որ դու չգաս, դու ափսոսես։ Ավելի լավ է մնաս Գետաշենի մասին մի լավ երգ գրես։ Այդպես չթողեց գնալ եւ մի 3-4 օր տևեց այդ Գետաշեն երգը, որ գրեցի, հաջորդ ուղղաթիռով հասցրեցինք մեր տղաներին եւ փաստորեն կարող եմ հպարտորեն նաեւ ասել, որ Գետաշեն երգը առաջի անգամ առաջի կատարումը Արտաշատի երկրապահ ջոկատի տղաներն են կատարել հենց Գետաշենի լեռներում, Գետաշենի տարածքում։ Բացի մարտական ոգին բարձրացնելուց, դժվարին իրավիճակներում երգը երբեմն էլ դառնում էր ելք։ Ամբողջ Շահումյանի շրջանի բնակչությունը Գետաշենի կամու Մարտունաշեն բոլորը գաղթում էին արդեն։ Իմ ընկեր տղաների հրամանատարներից մեկը իր ջոկատով ճանապարհն է հասկում անվտանգությունը ճանապարհի, իր զինվորները լսում են, որ անտառից հայ երեխաների ձայներ է գալի։ Ամբողջ խումբը ծրում է բան զինվորներին, որ փնտրեք, կանչեք, գտեք, բայց ոչ մի արձագանք չի լինում, որտեղ այդ երեխաները վախենում են, որ թուրքերն կարող էին հայերեն բանանել, կանչել, ելքը գտնում է։ Ամբողջ ջոկատը շարում եւ ասում է երկի Գետաշեն երգը։ Եվ բան այդ խիտ անտառի միջից մի ծերունի, մի 80 ծերունի, մի փողան իրացանը ձեռքին դուրս է գալի, հետևից մոտ 40-43 ոտ սոված, ոտ աբոբիկ, այդպես երեխաներ։ Մեր պայքարը ոչ միայն վերադարձրեց հայոց հողի արժանապատվությունը, այլև վերածնեց ազգային ոգին, իսկ հաղթանակի ու անկախության երգերը այսօր ու միշտ են։ 1000 կողմից 1000 տեսակ բզկտված քո ազգային հպարտությանը կմատա։ Ամեն կողմից շրջափակված ու լքված իմ Հայաստան, ազատությանը կմատա։ Վերհիշելով մեր հերոսների սխրանքները, պարտավոր ենք պահպանել նրանց ժառանգությունը, ամրապնդել մեր պետականությունը եւ փոխանցել այդ ոգին գալիք սերունդներին հանուն ավելի ուժեղ ու ազատ հայրենիքի։ Մերի Դանիելյան, Գևորգ Սիանոսյան,
Ռինյուզ Արմենիա։